կենտրոնական պաշտպաններ Մարվին Էվունային եւ Ռեն Մզուգին այսօր ընտանեկան խնդիրների պատճառով հայտարարությունից բացակայում է Բոնիֆեյսը, իդեպ Վանի նախկին խաղացող, հենց Վանից նա տեղափոխվեց Արարատ, ինչպես նաև Հայցերոբ Գալստյանը, նա վերջին շրջանում չի հայտավորվում եւ չի մասնակցում։ Այսօր կպաշտպանի Վանի դարպասը, հանդիպումը սկսված է եւ գնդակով հյուրերն են։ Արսեն Սադոյան հետ փոխանցում Նալբանդյանին, Կարեն Նալբանդյան եւ այս անգամ Սոնյանն այսօր ձախ պաշտպանի դիրքում է։ Կեասփոլբա Սադոյանն ընդրադիմաց բաշրջանցում է փոխանցում կիրացնի Արմեն Նահապետյան, պայքար Տուգանային հրապարակում արված եւ գոլ։ Փայլուն արված է Շահարատը, բացում է հաշիվը Կալիֆալա Մամադու Դումբիա թողնել է Նահապետյանի փոխանցումը, հետո պայքարեցին Խաչումյանը, Մարսելոնի եւ այսպես շրջադարձ հարված բարդ դիրքից անատական հիանալի վարպետություն Դումբիայից, այևս մեկ անգամ ոչ Տերտերյանը, ոչ Բատյոնոն արժանի դիմադրություն ցույց տվեցին Դումբիային, երևի թե չսպասելով, որ նա այսպիսի որոշում կկայացնի, այևս մեկ անգամ ինչպես թիկունքով կանգնած լինելով դարպասին նա այսպես եզրափակեց։ Անցում է Օդեինկային, կարծես չցանկացավ այստեղ Նալբանդյան եւ Անդրանիկ Մարտիրոսյան հարցակվողը գերազանց գոլ խփեց, իսկ հիմա Արարատի դարպասապահը շքեղ սեյվ է գրանցում։ Նալբանդյան առաջ է տանում գնդակը, միջև միջամտում է Գոր Մալաքյանը, բայց այստեղ է Դրամեն եւ դրամատիկ զարգացումը շարունակվում է 1-1։ Արարատ Վան հիասքանչ խաղ է ընթանում Հանրապետական ստադիոնում, ինչը նշանակում պայքարել է մինչև վերջ այստեղ։ Գնաց Դրամեն, Մալաքյանը ուշադիր չէր, գնդակը կորցրեց, ուշ բաժանվեց գնդակից եւ Վանը այդ ամենից օգտվում է։ Տեսեք Կաջալի Դրամեի համառությունը ներխուժեց Տուգանային հրապարակ ու եզրափակեց գրոհը 1-1։ Կիսադաշտն արագ անցնել այստեղ անցավ Տերտերյանի փոխանցումը Սադոյան, Նալբանդյան, Կարեն Նալբանդյան եւ Խաչումյան, այս սա փրկություն էր եւ արդեն ունեցել է միավորների կորուստներ, ինչ փոխանցում էր, ձախ եզրը եկել Մալիկ Օդեինկան, Օդեինկա սարված է խաղի ընթացքը Արարատը Սամսոնյան, Վանը շարունակում է պրեսինգի դիմել, թիմը չնայած անչափ, հիմա վտանգավոր է, կարող է արվածել և ինչպիսի վրիպում էր։ Չհասկացավ, թե ինչ է պետք անել, ուժերը սպառվեցին կամ ուղղակի կենտրոնացած չէր, կամ տեխնիկական թերացում էր, իհարկե Բատյոնո լավ փոխանցում էր Օդեինկա, շեղ է ստացում, շեղ հարվածեց։ Հիմա վերիշեն կազմերը, սկսենք Արարատից մինչև այդ Մարտիրոսյանը դուրս է գալիս և ինչ է լինելու գնդակը հեռանում է խաղադաշտից, գրոհում է Վանը, Մոմոտուրե Մարտիրոսյան։ Դել միգուցե խնդիր է, որովհետև հետև են գրոհին, Նալբանդյանը փոխանցում է Դրամեն, հաչից միացել է Բահը, գալիս է կենտրոն այս անգամ Բահը, բայց Տերտերյան և ձախ եզր է գնացել Նահապետյանը, Նալբանդյանը փոխանցում է հարված, քիչ առաջ Օկոնկվոյի հարվածը Ակիլա Մոմո բարձր է հարվածում Մոմոտուրեն, հանդիպումը շարունակվում է, փոխանցում Տուգանային հրապարակ, Դրամե, Բատյոնո, երկու հենակետայիններն են Ֆայե, մտավ Տուգանային հրապարակ, Արսեն Բեգլարյանն է օգնության հասնում, Մոմոտուրե, Մալաքյանը նրա դիմաց է, Նալբանդյան արված, ոչ, պաշտպաններին, Ջոնան, ագրեսիվ է տրամադրված, նման դրվագներում նա արագացումներ է կատարում և փնտրում է իր շանսը գոլ խփելու Կանտե, Մուսա Կանտե, խելահեղ հարվածով դառնում է գոլի հեղինակ, 2-1 Արարատը առջևում է հաշվի մեջ, շշմեցուցիչ հարված, Մուսա Կանտե և Արարատը պատժում է մրցակցին, պատժում է չիրացված բազմաթիվ պահերի համար, իսկ Կանտեն ցույց է տալիս իր վարպետությունը, ֆենոմենալ հարված, 6-րդ գոլը
Տեսեք ինչ արեց, առանց դիմադրության գնդակը ընդունեց, ուսումնասիրեց, նոր էր խաղադաշտից հեռացել Էմանուել Ջոնը, հենակետային գոտին բաց մնաց, եւ հենց սա էլ այն ռիսկն էր, որին գնացել էր Վանը։ Օկոնկվոն ուժ դիմավորեց եւ Կանտեի հարված Արսեն Բեգլարյանը աջ անկյունում էր մնացել եւ լրիվ դատարկ էր թողել ձախ անկյունը։ Չէր սպասում այսպիսի հարվածի եւ գնդակի հետագիծը ինչպես իջավ վերջում հացված Նալբանդյան փոխանցում Տուգանային հրապարակ Սերոբ Գրիգորյան Ակիլա ֆուտբոլիստ որ ներկայացնում է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը եւ հանդիպումն ավարտված է Արադ Վան 2-1 Արատը վերջնամասում հաղթանակ կորզեց Մուսա Կանտեն հիասքանչ հարվածով հաղթանակ է պարգևում իր թիմին Արատը բարելավում է իր դիրքը մրցաշարային աղյուսակում